Պարոն Դանիելյան, դուք եք այս կեցավայրում Բագրատ Սրբազանի հետ հանդիպումների մասնակցել, որովհետև ըստ քննչական կոմիտեի այդ հաղորդագրության ինչ որ համախոհների հետ աշխատանք է տարվել տևական ժամանակ, համախմբել են, կարող է ձեզ էլ այդ հանցավոր խմբի մաս դիտարկել։ Ինչ Դուք հավաքներին Բագրատ Սրբազանի հետ մասնակցել եք, այդ որ քննչական կոմիտեն այդպես մանրամասն նկարագրում է, փորձել են 25 հոգանոց խմբեր ձևավորել, որ փողոցները այսպես ապակայուն վիճակ, աստղիկներ, անվադողերը ծակել եւ այդ խմբի քննարկումները բաները ինչ մեկնաբանություն տան, որ ինչ մեկնաբանության կարիք կա, որ մեկնաբանություն էլ տան։ Մարդիկ են գնացել են, եկել են Սրբազանը, բավականին հայտնի մարդ է, իր կեցավայրը, շատ մարդիկ կարող են գնալ, գալ, հետո ինչ կա դրանում։ Շատ մարդ է եկել գնացել։ Մինչև էդ Սրբազանը էլի շատերի հետ բարի դրացիական հարաբերություններ ա ունեցել եւ ի վերջո եւ լինելով Տավուշի թեմի առաջնորդ եւ հարգված եւ ընդունված հոգեվորական կարող է իր մոտ շատ մարդիկ էլ գնան գան։ Կարող է հենց այդ շարժից ելնելով մտահոգություն են ունեցել, որ վայ, հեսա մեր դեմ ինչ որ բան են։ Շարժը պետք է հանդիսանա ռեպրեսիաների բան, հա, մեկնարկ կամ սկիզբ կամ ում մոտ շարժը շատ է, պետք է իրան բան անեն, ձերբակալեն կամ մեկուսացնեն կամ խոզարկություն անեն,